ինչ որ այլ է, Սերժը նույն անում է նույն բոզի տվել։ Առանց մի խազ էսկոմ ենկոմ անելու։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս շելի ժողովուրդ, այսօր ես ձեր մոտ և մեր մոտ սենց ասած աշխարհական դիրքով նոյեմբերի 17-ն է։ Բնականաբար իմ ձայնագրությունը վերաբերվում է նորից Էջմիածին քաղաքի ընտրություններին։ Ուրեմն երեք ես բավականին նյարդայնացած էի ընտրությունների արդյունքներով, իհարկե բնականաբար շատ լավ գիտակցելով, որ ընտրակեղտիկներ, հովարային անջատումներ, լցոնումներ, հիմա էլ այսօր պարզարավոր 20,000 դրամ է բաժանվել կապականների կողմից ժողովրդին։ Ես այդ 20,000 դրամ վեկալողներին չեմ մեղադրում, կարան վեկալեն, բայց գնան օբյեկտիվ իրենց ընտրությունը կատարեն, բայց մարդիկ կա, որոնք վեկալում են, գնում են ընտրում են այս թշնամիներին, հետո այդ 20,000-ով, ես չգիտեմ հիմա ինչ կարելի առնել 20,000-ով Հայաստանում, կարող եմ 2 կիլո պեսոկ, 1 կիլո միս, 2 հատ ձու և վերջ։ Այդ 20,000-ի առևտուրը մի օրում աղան, գնան նրանց ունիցազը զարդարեն, հետո 5 տարի սկսեն բողոքել, պատալողը կաթմամ, դուսամուտները չկա, էս չկա, փողոցի բիլը չի հավաքվում, փողոցը չի ասfaltապատում և այլն։ Մարդագուգասան մետեր եղի, լավ, ես ուզում եմ հասկանամ, դուք այդ 20,000 վեկալող և սրանց ձեն տվողները 30 տարի դուք այդ պրոցեսը կրկնում եք, 30 տարի վեկը մի օր վերցնում եք, 4 տարի 11 ամիս, 28 օր թքում եք ասոյի փայտիկին, լավ, ինչքան կայլանում բանը կրկնել, սիրելի փող վեկալողներ, հա, ինչքան կարելի է։ Այդ մի օրվա ստամոքսի համար դուք ձեր երկին էլ կծախեք։ Ախր մարդ այդքան ոչ խազ չի լինի, հասում եմ չի վիրավորեմ, չի լինում։ Ես միանշանակ համոզված եմ, որ նմանատիպ կատեգորիայի մարդից կի ոչ եմ վիրավորում եմ, փողը դու մտի սաղ ընտանիքին ինչ ուզում ես արա։ Ես նման մարդկանց վրա ոչ ուզում եմ ներվեր չասեմ, ոչ ժամանակ։ Ես պրոստը մաքսիմալ ջղայնացած եմ այն անձանց վրա, որոնք չեն գնացել ընտրատեղամաս։ Ասելով, որ սա մեր գործը չի, this not my business, ես չեմ զբաղվում պոլիտիկա, ես երեք ասեցի դուք կրում եք անձնագիր, արդեն ունեք, ուզեք և չուզեք պիտի գնաք և քվեարկեք, նամանավանդ 26 թվին, հարգելիներս, չի կարելի ասել ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քաղաքականությամբ չեմ զբաղվում միայն մանր և խոշոր և ջրավորանացումները, որոնք որ գտնվում են ֆերմայի տարածքում։ Դուք ձեր ձայնը պիտի տակ այս կամ այն քաղաքական գործի, որ հետո 5 տարի չասեք, ես ինչ պերին ներկլկին։ Իհարկե մի քանի ժամանակ ունենք, ես 6 ամիս պետք է խոսեմ դրա մասին, բայց ամեն դեպս ոչ ես Քամբախից։ Ես հիմա ուզում եմ ասեմ այն ուժերին, այն 1-2% հավաքածներին, որոնք եկան մտան ցռին, հիմա էլ ասեն, չեք վհատվեմ, եթե մեկ առաջ, ուր ես եթե առաջվանից հոս։ Դորակ ես հազգյադա, լավ կանի, նայ, ես եթե նայեմ, որ exit poll են կասկասում, հարսումներ են կասկասում, ես են կանում, են կանում, մի 10 տեղերով մենք ենք դնում, տախբեր մարդիկ են դնում, տախբեր սայտեր են դնում, ես եթե տենամ, որ ես ունեմ 5%, 3%, ես նամուսի մեր ես կհավքել, սիքտիր կնդրկե թամյանի վրա կնստեմ, տղաճան, դու տենում ես, որ դու 2-3%-ից ենքում չես էտամ, ուր ես անընդհատ մտնում, դու ես ժառանգություն են, մյուսները, ուր եք անընդհատ ձեր քիթը խոթում, կակն ծռմ գործի մեջ, վերջում են ձայները տալում եք, Նիկոլին հլում գնում եք, վարիցան, և ժառանգությունը Ռաֆի Հովանիսյան, դա գաղա մտնես Ռաֆի Հովանիսյան, այդ ծիծեռնակաբերդի կրակի վրեն, ընտանիքը թիկա խաշվի, որ հելան են օրը երբ որ սաղ ժողովուրդը հել է լսել են Բաղրամյան պողոտը, Սերժի հրաժարականներ ուզեմ են, պեդենար 27 էր, շախը վրեն պատած, հովայի վեկանա շաժվեցիր ծիծեռնակաբերդ աղոթելու։ Ինչ չէր աղոթում ծիծեռնակաբերդում, ու ժողովորդին էլ սրի, թռին, ճատվի տնելով, այսինքն արես նույնը, ինչ որ արես Բագրատը։
Միայն բանը, Սերժինի մնաց։ Լավ դուք չեք հասկանում, որ դուք ձայն չունեք։ Ասել ասող դերերեցին մերոն չկա կսած, բանեցան։ Ես հիմա շատ կուլտուրական եմ խոսում, բայց 2026 թվականին այս են ձեր նմանները, եթե փորձվեցին առանձին, ես չեմ ասում գաք իմ հետ, բնավ, ես ձեզ իմ շեմից ներս չեմ թողալու, գնացեք իրար հետ վերամիավորվեք, մի հատ ընդհանուր դաշիկ կազմեք, 2-3%-ներով, բանք է մի 7% հավաքեք շեմը հաստահարեք, ես ես բան չեմ ասի։ Բայց եթե սենց մանր մունր փորձեցիք մտել խաղի մեջ, ելնեք եք տալու Նիկոլի ընտանիքին, ելնեք, են ինչ որ ես կանեմ ձեր գլխին, կասեք ավելի լավ Նիկոլն աներ։ Ավելի եմ ծվեն անելու, քան արել եմ Նիկոլին։ Չի կարելի, ընկեր քաղաքական գնչուներ, չի կարելի գալ մտնել ձայներ փոշիացնել։ Հիմա դուք ձեր թվերին որ նայում եք, 1%, 2%, օրինակ ինչ եք զգում։ Մենք ասած չենք վհատվում, բայց չես վհատվում կակա պիտի ուտես Վանեցյան։ Ով տրոֆիկից պիտի հոտ քաշես, որ չվհատվես, հա? 2% գնա խոսքի մեռի։ Հələ մի հատ լույս ուզում ես գազ մտեց էլի 2% փոշիացնես, որ հիմա նորից եկալեց, կամ էլ Լալոշ Ռաֆի Հովանեսյանը, կակեն բերանդ Ռաֆի Հովանեսյան սախ էժմիածնի ժողովուրդը, են կաշարակեր կորուսոներ կնգատ հետ միասին։ Լավ էլի, լավ, ձայն չունեք, ուրեք մտնում, գոնե միակ լավ բանը գոնե են էլ, որ ծծերը, որ սող ծիծա, որ յանի սայեմ է ծիծա, չանցավ, էդ ծիծը, թե դրա ինչ նաշին են բերդում գտնվող խիարը ես չգիտեմ, երևի սերական օրգան եղելա ոտը, որ ատե ինչ-որ մի ծակ տելա։ Գոնե միակ լավ բանը, էդ է, որ զավեն եմ նոչ չանցավ, էդ ծծերը, էդ պտուկը, քաչիկունդը, 26 թվին անողոք եմ լինելու, հիմի կողանից գուշացնում եմ, բոլոր կուսակցությունների նկատմամբ, դնելու եմ ասկացնեմ exit poll, որ կուսակցությունը 5%-ի շեմը չհաղթարեց, ու exit poll-ը պիտարի համատարած, կասկածում ես իմ խոսքերի վրա Վանեցյան, դի քո կայքով exit poll արա, մի կոմըդիվ կես, մի կոմըդիվ Աքսան Ղուկասյան, դի Նիկոլ, դի ասեք են մյուս խախտի տվեկին, հələ տեսու քանի ծոկոս է ձենես հասկան, ու այդ քանից հետո ասպես չենք վհատվը, քեզ չեն կարած ձեն տան, այդ տղա, քեզ, Ռաֆին, դուք խապել եք արդեն, խապել եք, մի թապ, երկու թապ խապել եք, կակեբերի մինիստրեղան, ինչ թակս կերան, ում բրնիշ, բացիմ ավելի գլուխ ուտելու սում գլուխի կերան Վանեցյան, Աշակին բրնիշ, Գասպարյան Վովային բրնիշ, Սերժին բրնիշ, ում բրնիշ դատիր Վանեցյան, հիմա կասի Նիկոլը չես թողım, ամոր Նիկոլը չես թողım, այլ ու ես գալը, հայտարարի ու չես թողım, ապացուցի ու բիդի տարա, կակերը հարի ջրել ես, Վանեցյան, ասում ես սաքսային հարգում եմ, հայ մարսուտունը ձերից կխլեն, քո բարեն է, եթե քո Սերժ Սարգսյանի վարորդը մենակ Երևա քաղաքի մի հատվածում Մալացա Սեբաստիայում ուներ $21 միլիոն կապիտալ, բայց կենտրոնում ինչքան ուներ, բայց այդ դրա մասին չեմ խոսում, ընկեր Վաչոյի, այդ ոնց էլ Վաչոն այդքան բան էր Սերժը ոչի բան չուներ, թե դու Նիկոլը Սերժին հարգում եք, ու հիմա նորից եք մտել եք ասում եք չենք վհատсан, Ռաֆի Հովանեսյան ուր ես մտել, այ ապահովիչ, այ սիֆիլիսիկ, ես ինչ է ուզում ասել, լավ, ես ելույթ բան կնեմ, կուլտուրական, դա նրանից է նաև, ես հասկանում եմ, որ չկար ռադիկալ ընդդիմադիր ուժ, դրամայել էր 50 քանի տոկոս չէին եկել, չկար Աքսան Ղուկասյան, դա էլ եմ հասկանում, բայց ժողովուրդն ավելի լավ գնայք նկարեք քրյաց հերթիկի վրա Արցախ գրեիք, ոսոմի կայլոքի գրել էին մասի շրջկալություն, Արարատ եւ այլն, քաչ է տունը նստեիք ու ոչի բաց չանեիք, ոչինչ, ես մի քաղաքը սենց ընտրակեղծիկներով ամեն ինչով կպնվեկալ,
փող բաժանելով, լուսեր անջատելով։ Ես ասել եմ էլեկտրոցանցի պետը Պորրիկի տղա է, Էժմիածնի։ Իա մամա, սադի անժոյի նման, սա այդ ծերեցելու վայով իշկան ավտո էս քանյոլվա մեջ անց է դարելա սա շոֆերին այլա գլգլը։ Էժմիածնում իշկան տաքսի շոֆեր կա, իշկան բանը բաքսոր, քինգ բաքսոր, բարե սղեք սաղ գնան, Էժմիածնի էլեկտրոցանցի կնգա, Էժմիածնի էլեկտրոցանցի պետի կնգա ծոցը կնեն, կրտախաշլնեն, աղջիկ ունի աղջիկայի տղա ունեն տղու հետ, այդ բոզի տղու, թեմա է լուսանջատի, թեմա գնավ լուսանջատի։ 2026 թվականին ես խոստանում եմ, ամեն ինչը մաքրելու էր, պիլասոսը առած, սաղին մաքրելու եմ, այս բոլոր քաղաքապետերի, բոլոր այդ դպրոցի դիրեկտոր, մի օրվա մեջ իշկան դպրոցի դիրեկտոր կա, բոլոր գործից հանել եմ շպրտեմ դուրս։ Նույնը ինչ օրայել է, Սերժը նույնը անում է այս նույն բոզի տղել։ Առանց մի խազ այս կոմ են կոմ անելու, այն ալոնն էլ հրճվում է, այն երկու հոգի, որ հիմա բերցում նստած են, դնեն այդ 19 տարեկան մալալետկա կնգած բենին, բոզի տղա, ինչի վրա ես հրճվում։ Հտրակեղցիկներից ալոնուշ կա։ Սա է ուզում ասեի, քաղաքական հայտարարությունը թղթի վրա արված իմ կուսակցությունը այսօր կուղարկի բոլոր դեսպանատներին, հուսամ նույն ձև կանեն բոլոր կուսակցությունները, որոնք որ մասնակցել են, բայց խիստ կասկածում եմ, որովհետև Նիկոլը Վորպերաները մեկ կանի, պիտի դեսպանատներն արձանագրեն ինչ է տեղի ունեցել եւ ինչ է սպասում 26 թվականին։ Այ 26 թվականին կլինի Վարդան Ղուկասյանը եւ այն ժամանակ դուք կկտենաք, որն է կոչվում ընտրություն եւ ոնց է լինում ընտրությունը։ Այսօր այսքանը, շնորհակալություն։ Հարգարվեք իմ Տելեգրամին։